Հայաստանի իշխանությունը փորձում է ամեն կերպ կարողացել այսպես խաղաղության գործընթացի վրա հրավերներ ուղղել, նաև Էրդողանի Փաշինյանը Ես նախ ուզում եմ մենք առիթը օգտագործենք եւ ես մի մեկնաբանություն կա, որը որ սպասում է ես հարցեր տակ եւ այդ մեկնաբանությունը անենք, գիտեք, որ երեք ավարտվեց Հայաստանում Евронեստը եւ իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակում նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատե առիթ կլինի, որ իրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն եւ Евронեստ այս անցկացված միջոցառման իրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով եւ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում մեր համագործակցության եւ փոխադարձ այցերի հետ կապված եւ ես նաեւ խոսել եմ այդ ընթացքում որ մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև իրանք մեր հարևաններն են, թե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետությունը այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահ կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան կլինի։ Ով ասեց, եթե իմ գործընկերն ինձ ասում է, մենք գիտես, մենք Евронեստին չենք մասնակցում, որովհետև եւ կազմակերպությունների այդ կազմակերպության հետ եւ տարբեր խնդիր կա, բայց մենք մեծ սիրով կմասնակցենք, ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք ես նկատի ունեմ որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Բայց պաշտոնական որևէ արձագանք եղել է Թուրքիայից Ադրբեջանից մասնակցել։ Չէ, դուք հարց տվեցիք, ես պատասխանում եմ, որ հրավերը բոլոր երկրներն է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրաց համար ստեղծվի լրատվամիջոցի, որը անում հիմնավորումների, որով այլևս չի գալու Հայաստան, այն է, որ ոնց որ հարաբերությունների դեռ այն մակարդակը չի, որը թույլ է տալիս այս Գուցե չեմ բացառում։ Աղության պայմանագրի հետ վերջնական։ Չեմ բացառում, բայց ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Հիմա որ գար ասել եք, ահա, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծենք։ Դուք Евронեստից հիշեցրեցիք եւ հայտարարություններից այստեղ Հայաստանում եվրոպացի պատգամավորները ձեզ մեղադրում են, որ դուք 20-30 ոստիկան եք ուղարկում մարդկանց ձերբակալում են ազատ խոսքի համար, մեղադրում են, որ ընդհանրապես հայտարարության համար կալանավորում եք մարդկանց, դա մենք չենք ասում, ընդդիմադիր լրատվամիջոցներ, դա Եվրախորհրդի պատգամավորումն է ձեզ ասում, եւ ասում է այդ վիճակով դուք ինչպես եք որոշում, որ պետք է ելնեք հետնատու դառնալ։ Ուրեմն ես նախ չգիտեմ ում մասին եք դուք ասում, ես չեմ ասում չգիտեմ ում մասին եք ասում, ուրախ եմ որ իսպանացի պատգամավորը այս բանը ասել, ես կարող եմ ձեզ ուրիշ բան ասել, որ այդ միջոցառման ժամանակ ես մասնակցել եմ
նիստերից մեկին եւ լսել եմ կատարելապես հակառակ պնդումները, ես մասնավոր շփումներ եմ ունեցել պատվիրակությունների ղեկավարների եւ լսել եմ կատարապես հակառակը եւ ես կարծում եմ, որ տասնյակ падգամավորներից մեկի կարծիքը վերածել ընդհանրական կարծիքի տեղին չէ, որովհետեւ ես էլ օրինակ շատ կտրուկ եմ արձագանքում են բանին, որ որոշ եվրոպական երկրներում ոստիկանները օրինակ ֆուտբոլային ֆանատներին այնքան են ծեծում, որ իրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Խայտարակություն է, որ եվրոպական երկրներում ոստիկանները իրանք թույլ են տալիս ֆուտբոլիստներին սիրող մարդկանց ծեծել, դա անելու բան չի։ Հիմա տեսեք, նրանք էլ չէ։ Դուք ես ձեզ անուն եմ հարցում, դուք ասում եք իսպանացի падգամ, որի անունը նույնիսկ չեք կարողանում ասել։ Սանչես, ինձ թվում ամեն 5-րդ անունը Սանչես է, կարելի միշտ նմանակել ասել։ Ես ձեզ կրկնում եմ, կարևորը նաև անունն է, չէ՞ Ռուզան ջան։ Պետք չի, հարցը դրա մասին չի, իմ ասածը վերաբերում էր նրան, որ տասնյակ падգամավորներ, տասնյակ տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Երբ որ մենք բանաձև ենք անցկացնում կամ որևիցե մի քվեարկություն է տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված, Հայաստանի հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված, տարբեր բաների եվրոպական բազմաթիվ падգամավորներ դեմ են քվեարկում դրան։ Եվ դա նշանակում է, որ դա միասնական կարծիք է, որտեղ միասնական մեկ կարծիք կա, հա, մի հոգի կամ 2 հոգի կամ 3 հոգի կամ 5 հոգի կարող են ինչ-որ կարծիք ասել։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ես գիտեմ, որ ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ինչի մասին եք խոսում, բայց եկեք մի բան հասկանանք, էլի, այդ որ տենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում հասկանամ, դուք կամ այդ ով որ տարածում, որ ասում է ԿՊԱ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրանք պատրաստ են ապահովել այդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը, լուրջ եք ասում։ Այդտենց լոլո մեծ խոսալը աշխատենք միջազգային կառույցների հետ, հատկապես որ նույն Եվրամիության եթե աշխատենք, լավ է, խնդրում եմ, եթե աշխատենք, ասում եմ, կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու բանը վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդտենց մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի, բնական է, որ ինչ-որ ժամանակ անց այո, ինչ-որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի, իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենաց, ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ, այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Հիմա չէ, ինչ-որ դեպքում ինչպես եղավ, տեսեք, այդ Գազայի ուրեմն տեսեք, այ շատ լավ օրինակ բերեցիք։ Միջազգային հանրությունը հավաքվեց ու Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս շատ լավ օրինակ բերեցիք։ Այն ինչ որ, այո, ամեն օր, ամեն Աստծո օր։ Ուրեմն այն ինչ որ դուք բերեցիք օրինակ, ամենալավագույն օրինակն է, ուրեմն այն մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչները, իբր մեկնաբաններ, ով ինտերնետին մուտք ունի, համարում որ ինքը մեկնաբան է քաղաքական, որ մեծ խոսում են, ասենք մենք կարող ենք երկրորդ Գազան դառնայինք։ Երկրորդ Գազան, այդ ինչ պետք է անեին այդ ոնց էր այդ իսպանացու անունը։ Սանչեսը կամ որևիցե մեկը պետք է մի հատ բանից Մադրիդի կենտրոնից հայտարարություն աներ։ Նաչո Սանչես Ամորեն։ Պետք է մի հատ հայտարարություն աներ, կդնեին բան կանեին, Գազայի կվերածեին մեր տարածքը, թող ստից իրանց հայտարարությունները անեին։ Շատ դժգոհ եմ, չենք վերադառնում, որտեղ ես չեմ ավարտել իմ խոսքը։ Շատ դժգոհ եմ այդ հաճախակի մեր, որ մտածում ասում ենք, հեսա մենք աշխարհի կենտրոնն ենք, հայի աչերը, մեր ծիրանը, մեր ջերմուկը եւ այլն, ժողովուրդ թարգեք, դուրս եկեք, լսեք,